Եթե մենք ցանկանայինք, կարող էինք ռազմական գործողություններ իրականացնել ամենուր, Ալիևն է դարձյալ հոխորտացել, Հեյդարի որդին ակլորացել է գեներացնելով շանտաժի լեզուն։ Մոսկվայի համար կարևորն այն է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ Պեսկովի հայտարարությունը։ Թմրաշրջանառությունը ակտիվացել է, օրենքը կխստացնեն ազգային ժողովի արտահերթը։ Եթե տեղահանվելիս փաստաթղթերը կորցրել են 27 տարին լրացած արցախցիները այլևս խնդիր չեն ունենա Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում։ Արտադրված է Հայաստանում, Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սպառազինության հանդեսի փորձից։ Կոսմետիկ սխալ միջամտությունը կարող է ճակատագրական լինել եւ անդառնալի հետք թողնել։ Վեդիում մանկապղծության գործով երրորդ տղամարդը եւս 2 ամսով կալանավորվել է։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Շանտաժի էժան խամաճիկը Իլհամ Ալիևը Կովսականում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին անկախությունից զրկելու եւ նրան կործանելու նպատակ չունի։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում իրականացնող եվրոպական առաքելությանը, Ալիևը նրանց գործունեությունը ուռճացված է համարել, նշելով, թե եթե Ադրբեջանից մեկ կրակոց անգամ հնչեր, ապա նրանք անմիջապես կփախչեին եւ այնտեղ անգամ նրանց հետքը չէր մնա։ Մայիսյան եռատոնի օրերին ու Հայաստանի Ադրբեջանի նկատմամբ ունեցած փայլուն հաղթանակի տոնակատարության օրերին Ալիևը կրկին հոգեխանգարմունքի մեջ է ընկել։ Պարտության ծանր տրավման տարած Ադրբեջանի նախագահը ելի իրեն պատե տվել ատելության ու հայատյացության խոսքեր շռայլել հայ ժողովրդի հասցեին։ Ալիևը շարունակում է հայերին անվանել թշնամի։ Հեյդարի որդին եւս մեկ անգամ վերահաստատեց, որ խաղաղությունը միֆ է։ Մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վնաս չի պատճառել հայ ժողովրդին։ Մեր նկատմամբ նման ատելության պատճառները թերևս պետք է ուսումնասիրվեն հոգեբույժների, հոգեբանների եւ բժիշկների կողմից։ Քանի դեռ հայ հասարակության քաղաքական ուժերը շարունակում են ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ, մենք պետք է զգոն մնանք։ Հիշեք իր ելույթը եվրոպական համակի գագաթնաժողովում Հայաստանում անցկացված։ Իր ելույթը ոչ թե խաղաղության մասն է, ագրեսիվ ելույթ է։ Ալիևը հայտնել է, թե իբրև ինքն է Հայաստանի հետ հաստատված խաղաղության հեղինակը։ Նրա ձևակերպմամբ, եթե ինքը դա չցանկանար, խաղաղություն չէր լինի։ Եթե մենք ցանկանայինք, կարող ենք ռազմական գործողություններ իրականացնել ամենուր։ Հայաստանի ղեկավարությունը գիտի դա, եւ նրանց հետևում կանգնածները նույնպես գիտեն դա, անկախ այն հանգամանքից, որքան աջակցություն են նրանք տրամադրում Հայաստանին։ Նրանք գիտեն, որ մեր ուժի դեմ ոչ մի շանս չունեն, նրանք անօգնական են։ Եթե Ալիևի համար նույնիսկ ԵՄ դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդունելի չէ, եթե Հայաստանը դառնում է ԵՄ անդամ, այդ պարագայում Ադրբեջանը ինչ մոտեցում է ունենալու հայ-ադրբեջանական սահմանի կոնֆիգուրացիայի վերաբերյալ իր այս գնահատականները խոսում են այն մասին, որ օրակարգը, թե իբր Հայաստանը դառնում է Եվրամիության անդամ, ինքը մեր տարածաշրջանում մեղմ ասած խնդրահարույց է։ Ահն ու դողը ակնհայտորեն Ալիևի սրտում են։ Ասում է Հայաստանի քաղաքական ոլորտում դեռևս կան շրջանակներ, որոնք ըստ նրա, եթե գան իշխանության, կտուժի հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդի հանդեպ էթնիկ զտում իրականացրածը, քնած հայ սպային կացնահարողին հերոսացրած երկրի ղեկավարի այսօրվա վտանգավոր խաղերն էլ ուղղված են Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության եւ հայկական ինքնության դեմ։ Սա ըստ փորձագետների ատելության հերթական դոզան է ուղղված հայ ժողովրդի դեմ։ Ատելության, անհանդուրժողականության եւ ագրեսիայի մասին խոսում է մի երկրի առաջնորդ, որը ոչ միայն ցեղասպանել է Արցախի հայերին, այլ նաեւ շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մոսկվայի համար կարևորն այն է, որ Երևանը հանդես չգա Ռուսաստանի դեմ, նշելով, որ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նման հանդիպումների անցկացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը կարող է հետևել Ռուսաստանի շահերին չվնասող իր բազմավեկտոր մոտեցմանը։ Ամենակարևորն այնն է, որ Հայաստանը հակառուսական դիրքորոշում չորդեգրի, ահա թե որն է մեզ համար առաջնայինը, իսկ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի անցկացումը միանգամայն նորմալ է։
Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված սպառազինության հանդեսի ժամանակ կներկայացվեն նաև հայկական արտադրության հետախուզահարվածային թռչող սարքեր։ Նիկոլ Փաշինյանը արտադրված է Հայաստանում վերտառությամբ տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում։ Ապրիլի 15-ին Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 28-ին առաջին հանրապետության օրը Երևանի Հանրապետության հրապարակում կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։ Վարչապետը այսօր սպառազինության հանդեսի փորձից կարճ դրվագ է հրապարակել, ներկայացնելով հայկական արտադրության դեպ 3 հետախուզահարվածային թռչող սարքերը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 27 տարին լրացած անձինք այլևս խնդիր չեն ունենա Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում, եթե տեղահանման հետևանքով կորցրել են կամ չեն վերցրել ծառայությունը փաստող փաստաթղթերը։ Այսօր ազգային ժողովում այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ներկայացնելով զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նոր կարգավորումներ են առաջարկվում նաև 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում կրճատ ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցնող 27-ից 37 տարեկան զինծառայողների արձակուրդների համար։ Օրինակ, 1 տարով կամ 6 ամսով ծառայություն անցնողների դեպքում սահմանվում է 10-օրյա արձակուրդ, 1 ամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի տրվի։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Թմրաշրջանառությունը ակտիվացել է, օրենքը կխստացնեն ազգային ժողովի արտահերթը։ Շարունակում ենք թողարկումը։ Ուկրաինայի խոշորագույն թանգարանային համալիրներից մեկը Կիևյան Սոֆիա ազգային արգելոցը գործարկել է պաշտոնական հայալեզու աուդիո էքսկուրսիա։ Տաճարի պատերին մինչ օրս պահպանվել են հայերենով հնագույն գրաֆիտե արձանագրություններ։ Աննա Բյուզանդացին, ով սերում էր հայկական ծագում ունեցող մակեդոնական դինաստիայից, առանցքային դեր է խաղացել Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման և մշակութային զարգացման գործում։ Աննա թագուհու պատմական ժառանգությունը սերտորեն կապվում է Կիևի Սոֆիայի տաճարի հետ։ Այս կապի ժամանակակից խորհրդանիշն է դարձել նաև հայկական խաչքարը, որը տաճարին է նվիրվել Ուկրաինայի հայերի միության կողմից և օծվել 2018 թվականին։ Այն իր արժանի տեղն է զբաղեցրել ազգային արգելոցի գանձարանում։ Միտրոպոլիտ Շիոն դարձավ համայն Վրաստանի 142-րդ կաթողիկոս պատրիարքը, նրա օգտին քվեարկել են 22 եպիսկոպոսներ, հաղթանակի համար անհրաժեշտ էր ստանալ ձայների կեսից ավելին, այսինքն առնվազն 20-ը։ Միտրոպոլիտ Շիոն 57 տարեկան է։ Աշխարհը կարող է հայտնվել մասշտաբային հումանիտար ճգնաժամի առաջ Հորմուզի նեղուցով պարարտանյութերի տեղափոխման սահմանափակումների պատճառով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի սպառնացող աղետը կանխելու համար ստեղծված հատուկ նպատակային խումբը։ Ընթացիկ իրավիճակի պահպանման դեպքում աշխարհը կարող է բախվել նրան, որ եւս 45 միլիոն մարդ կհայտնվի սովի եւ թերսրման վտանգի տակ։ Հորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարման խափանումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ համաշխարհային պարենային անվտանգության համար, քանի որ պարարտանյութերը ուղղակիորեն ազդում են շատ երկրների գյուղատնտեսության բերքատվության վրա։ ՄԱԿ-ը իրավիճակը դիտարկում է որպես ծայրահեղ հրատապ եւ պարենային ճգնաժամի հետագա էսկալացիան կանխելու համար անհապաղ միջոցառումներ պահանջող։ Չնայած երրորդյա հրադադարին, որի շուրջ Ռուսաստանը ու Ուկրաինան համաձայնության են եկել ԱՄՆ-ի միջնորդության վերջին մեկ օրվա ընթացքում, ռուսական զորքերը կրկին հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների, կան զոհեր եւ վիրավորներ։ Խերսոնի մարզում ռուսական գնդակոծությունների հետևանքով զոհվել է 2 մարդ, եւս 2-ը վիրավորվել են։ Խարկովի մարզում գնդակոծությունների եւ հարձակումների հետևանքով տուժել է 5 խաղաղ բնակիչ։ Նիկոպոլի շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Ռազմաճակատում եւս մարտերը շարունակվել են։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր առավոտյան հրապարակած տվյալների համաձայն մեկ օրում արձանագրվել է շուրջ 180 մարտական բախում, առավել ինտենսիվ մարտական գործողություններն ընթացել են ինչպես եւ նախորդ օրերին 3 ուղղություններով։
Ռուսական կողմը նույնպես հայտնում է հրադադարի ռեժիմի խախտման մասին, հատուկ ռազմական գործողության գոտում հրադադարի ռեժիմի գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 23802 անգամ խախտել են կրակի դադարեցման կարգը։ Հիշեցնենք, որ հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարված հրադադարը սկսվել էր մայիսի 8-ին ժամը 00-ից եւ գործել է մինչև մայիսի 11-ը։ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Եթե Ռուսաստանը իսկապես պատրաստ է լուրջ քննարկման, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի։ Ուկրաինան բազմիցս ընդգծել է եւ իր գործողություններով ցույց է տվել, որ մենք կողմ ենք պատերազմի դադարեցմանը, մենք կողմ ենք խաղաղությանը, ասել է Բուդանովը։ Հավելելով, սա Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն է, որը սատարում է Ուկրաինայի նախագահը։ Մենք կողմ ենք ռազմական գործողությունների դադարեցմանը, ուզում եմ կրկնել, խաղաղության կնքումը թուլության նշան չէ, այլ առողջ բանականության ապացույց, նշել է նա։ Եվրամիության երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ բանակցությունները, սահմանափակումներ կկիրառվեն ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի եւ ենթադրաբար ռուսական նավթ տեղափոխող տանկերի նկատմամբ։ Հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո պատժամիջոցները պետք է ուղղված լինեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին, ինչպես նաեւ ստվերային նավատորմին, բայց մենք նաեւ որոշել ենք շարունակել պատժամիջոցների կիրառումը որպես մեր աշխատանքի մաս եւ չփորձել համաձայնության գալ առանձին խոշոր փաթեթների շուրջ, այլ անընդհատ ձեռնարկել տարատեսակ միջոցներ, որոնք կարող են սահմանափակել Ռուսաստանի եկամուտները, ասել է Կալասը։ Վերադառնանք մեր խնդիրներին, ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ահագնացել են թմրանյութերի ապօրինի տարածման եւ օգտագործման տեմպերը։ Ռիսկային խմբում է հայտնվել ապագա սերունդը, ասել է թե ներկայիս դպրոցականը։ Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը եւ դրա ծավալների մեծացումը ազգային անվտանգության խնդիր են, դետալային ուսումնասիրություն է արվել եւ մտահոգող այս հարցը ներառվել է ազգային ժողովի արտահերթ նիստում։ Օրենքը կխստացնեն, բացի այս սեփական օգտագործման համար փոքր չափերով թմրամիջոց պահելու դեպքում եւս տուգանքները կրկնապատկվելու են, հասնելով մինչև 1.600.000 դրամի։ Թմրամիջոցների վաճառքի համար ավելի ծանր պատիժներ են սահմանվելու։ Խորհրդարանում այսօր քննարկվեց քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի կտրուկ խստացվելու է պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Խոշոր չափի թմրամիջոց վաճառելու դեպքում առաջարկվում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Եթե թմրանյութը վաճառվում է անչափահասներին, պատիժը հասնելու է 15 տարվա։ Տելեգրամյան ալիքների միջոցով իրականացվող վաճառքի դեպքում գործող 3-ից 6 տարվա փոխարեն սահմանվելու է 5-ից 10 տարի պատժեչափ։ Բացի այդ, սեփական օգտագործման համար փոքր չափերով թմրամիջոց պահելու դեպքում եւս տուգանքները կրկնապատկվելու են, հասնելով մինչև 1.600.000 դրամի։ Հիմա որ դարավ 8-ից 15 տարի, հիմա մի տարուց այս դահլիճում 2 տարուց այս հարցը քննարկելուց, ինչ մենք կկարողանանք ասել, քանի հոգի դատված կլինի, օրինակ 8 տարի ազատազրկում Telegram-ով թմրանյութ տարածելու եւ այլնի համար։ Ես հարցը այդպես եմ հասկանում։ Պատիժը պետք է խստացվի, երբ այն բավարար չի, իսկ այն բավարար լինել չլինելու հանգամանքը մենք կարող ենք տեսնել միայն դատավճիռների թվով։ Եվ նայում ենք մեր այլ երկրների փորձը, որտեղ պատիժը անհամեմատ ավելի խիստ է, օրինակ Սինգապուրում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ միջև անգամ մահապատիժը նախատեսվում, տեսնում ենք, որ պատիժների խստացմամբ հանցագործությունների թիվը հասել է գրեթե 0-ի եւ շատ է նվազել։ Իշխանական խմբակցությունից մտավախություն հայտնեցին, որ թմրանյութերի շրջանառության համար սահմանված պատժաչափերի խստացման հետևանքով կարող են առաջանալ այլ ռիսկեր, օրինակ կոռուպցիոն։ Իրավապահները կարող են պահանջել կաշառք թմրավաճառներից, նրանց ավելի մեղմ պատիժ սահմանող արարք վերագրելու համար։ Օրենքի փոփոխության հեղինակն իր հերթին քննչականի պատշաճ աշխատանքը կասկածի տակ դնող վիճակագրություն է ներկայացնում։ 2023 թվականին տվյալ հանցագործությունների տարվա ընթացքում գրանցվել է հանցագործության 4556 դեպք, որոնցից դատարան է գնացել մեղադրական եզրակացությամբ 940-ը։ Այսինքն մոտ 20%-ն գործերի, որոնք մեղադրականով գնացել է դատարան, բայց քանիսն են դատվել արդյունքում մենք չգիտենք։ Ներմուծում արտադրություն։ Շատ ավելի շատ կենտրոնացրել ենք ռեսուրսը այս երկու շղթայի վրա, որպեսզի հետագայում մանր չափերով շրջանառությունը անչափահասների կամ երիտասարդների շրջանում հնարավորություն չունենա տեղի ունենալ, եւ սա 80%-ով ավելին է, քան 2024 թվականի տվյալներն են։
Իրավապահները նախորդ տարվա ընթացքում 700 կիլոգրամից ավելի թմրանյութ են դուրս բերել շրջանառությունից։ Սա բավականին լավ արդյունք է համարվում, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է ֆիքսել, որ էականորեն աճել է նաև թմրանյութերի շրջանառությունն ու դրանում ներգրավված անձանց թիվը։ Սա է նաև պատճառը, որ այդ հանցանքի համար պատժի խստացումը դարձել է օրվա պահանջ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ուժեղ Հայաստանը Ագարակում մարդաշատ հանդիպում է անցկացրել քաղաքացիների հետ։ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի ծրագրերը։ Սյունեցիների հետ հանդիպմանը անդրադարձել է գյուղացիների խնդիրներին, այստեղ Ուժեղ Հայաստանցիներին վստահեցրել է, որ գյուղատնտեսական բազմաթիվ չլուծվող հարցերի պատճառը գյուղատնտեսական նախարարություն չունենալն է։ Արև Գորիս ջան։ Ուժեղ Հայաստան դաշինքի մարզային երկրորդ կանգառը Սյունիքում է։ Գորիսի բնակիչների հետ հանդիպմանը քաղաքական թիմի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն ասում է, որ երկրի կառավարման ղեկն իր ձեռքն առնելու համար Սամվել Կարապետյանը հայտ ներկայացրեց, քանի որ չէր հավանում այն ծրագրերը, որոնք Հայաստանի զարգացման համար առաջարկում էին նախկին ու ներկա գործիչները։ Ներկաները իրանց թուլությունը ցույց տալու համար, պահելու համար ասում են, որ Կարապետյանը եկել է Հայաստան 8 ամիս KGB-ի 8 քառակուսի մետրանոց մեկուսարանում նստել է պրինցիպիալ, վերջում ընտրությունը հաղթելու է ու ձայները տա ուրիշի։ Ժողովուրդ, Սամվել Կարապետյանը այս ամբողջ process-ի մեջ ոնց որ պրինցիպիալ մտել է, տենց է մինչև վերջ գնալու է ու ինքն է լինելու մեր երկրի մյուս առաջնորդը, եթե մենք բոլորս ուզենք։ Սյունիքյան քարոզարշավն Ուժեղ Հայաստանը շարունակում է հասնելով խնձորեսկ։ Այստեղ գյուղացիներին մտահոգող բազմաթիվ խնդիրներ կան։ Դրանց հիմնական պատճառն էլ նրանք լավ գիտեն։ Գյուղնախարարություն չկա, ինչ գյուղատնտեսություն պետք է լինի։ Պետք է ունենանք լավ մթերում, պետք է ունենանք լավ մթերման կայաններ, որ պետությունը երաշխավորի, որ սրանից էժան գնով չեք վաճառելու։ Տեխնիկայի պարկ համայնքներում պետք է ձևավորվի, որը տրվի անհատույց օգտագործման։ Մինչև քաղաքական թիմը մարզային քարոզչության է, Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, ով տնային կալանքում է, իր առանձնատանն ընդունում է ամենայն հայոց կաթողիկոսին։ Գարեգին II Սուրբ Էջմիածնի օրհնությունն է բերել նրան, բարեմաղթել տոկունությամբ ու հավատով դիմագրավել առկա դժվարություններն ու փորձությունները։ Վերադարձ Սյունիք Նարեկ Կարապետյանը Թրամփի երթուղում է, հենց այստեղից է բացատրում, թե ինչու է մեր երկրին անհրաժեշտ երաշխավորված խաղաղություն, որն էլ առաջարկում են ընտրողին։ Սա թրիփն է։ Իսկ գիտեք սա ինչ է։ Սա արդեն Պարսկաստանն է։ Պատկերացեք մի իրավիճակ, եւ ամերիկյան ընկերությունը կլինի այստեղ, իսկ պարսկական զինված ուժերը այստեղ։ Վերջի 1-2 ամսվա ընթացքում մենք տեսանք, որ Պարսկաստանը հարված հասցրեց ամերիկյան ռազմաբազաներին Իրաքում, Դուբայում, Աբու Դաբիում, Քաթարում։ Ինչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն եւ այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն։ Ուժեղ Հայաստանը չի պատրաստվում Վաշինգտոնյան համաձայնություններից հետ կանչել հայկական ստորագրությունը, առաջարկում են պարզապես լավարկել այն, ավելի մոտեցնել հայկական շահերին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների գործի հետ կապված Նիկոլ Փաշինյանը դիմել է իրավապահ համակարգին ու ստացել որոշակի տեղեկություն։ Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Փաշինյանը, չմանրամասնելով, թե ինչ կոնկրետ տեղեկություն է ստացել։ Նա ընդգծել է, թե երբ քաղաքական հարթակներում ասում են Հայաստանը իմ տունն է, ժողովուրդը իմ ընտանիքն է կարգախոսը, դա պետք է արտահայտվի նաև պետական ինստիտուտների, այդ թվում իրավապահների աշխատանքում։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության մյուս տեխնացուների հետ շրջել է Երևանի, իսկ ավելի կոնկրետ Էրեբունի վարչական շրջանի բակերում։ Շրջայցի ընթացքում նրանք ներկայացրել են արդեն իրականացված աշխատանքները եւ ընդգծել իշխանության պատկերացումը քաղաքային միջավայրի զարգացման վերաբերյալ։ Նշել են, որ վերականգնված բակերը պարզապես ֆիզիկական փոփոխություն չեն, դրանք քաղաքական փիլիսոփայության արտահայտություն են։ Նախկինում գոյատևման պայմաններ հիշեցնող բակերն այսօր վերածվում են կյանքի եւ ապրելու տարածքների։ Պատգամավորության տեխնացուները նշել են, թե Հայաստանը դուրս է եկել գոյատևման օրակարգից եւ անցել կյանքի ու զարգացման փուլ։ Բակը վերածվել կյանքի բակի։ Բակում մտնում են երեխաները ֆուտբոլ են խաղում, տաղավարներ են տեղադրված, խաղահրապարակներ են տեղադրված եւ մենք մեր միջնաժամկետ, կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրը համարում ենք կյանքի դռները
բացել մեր քաղաքացիների համար։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ իրենց նպատակը քաղաքացիներին առաջնորդելն է կյանքի ճանապարհով նեղ անցումներից դեպի լայն ճանապարհ, որը առաջիկա ընտրությունից հետո պետք է դառնա երկարաժամկետ զարգացման կյանքի մայրուղի։ Դա է նաև պատճառը, որ իրենք կրթությունը ճանաչել են որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Պատգամավորության տեխնացուն այս համատեքստում կարևորել է քաղաքացիների հետ կենդանի շփումները։ Մենք բնականաբար շատ ակտիվ շփվում ենք մարդկանց հետ, բայց այդ ժամանակ մարդկանց համար մենք դեռ իշխանություն չէինք։ Այդ տրամաբանության մեջ մենք հետո ձեզ հայտնի հանգամանքների բերումով մենք որոշակի արգելքներ ունեցանք քաղաքացիների հետ շփման տեսակետից։ Ես հիմա ուրախ եմ, որ մենք վերադարձել ենք քաղաքացիների հետ լիարժեք շփման, լայնածավալ եւ լիարժեք շփման ձևաչափի։ Քարոզարշավի ընթացքում քաղաքացիական պայմանագրի պատգամավորության տեխնացուները քաղաքացիների հետ բակային խնդիրները քննարկելիս լսել են նաև նրանց առաջարկությունները բակերի բարեկարգման վերաբերյալ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Հայաստան դաշինքի անդամները նախընտրական հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, եղել են Ճամբարակում, Դբրաբակում ու Դիլիջանում։ Սահմանամերձ Տավուշի Իջևան համայնքում Հայաստան դաշինքը հանգամանորեն ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, անվտանգ և մրցունակ Հայաստանի կերտման կուսակցության առաջին քայլերը։ Մեր ժողովուրդը իսկապես հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ է եւ արժանի է, որպեսզի իրեն այնպես ներկայացնեն, որ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս մենք դուրսներս բարձր քայլեն։ Եվ ես այո վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք արժանապատվությունը վերականգնելու գործընթացն ենք սկսելու։ Խորհրդանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչները շրջել են Երևանի կենտրոն վարչական շրջանում, հանդիպել քաղաքացիների հետ եւ ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերը։ Քաղաքացիների հետ զրույցների ընթացքում քննարկել են սոցիալական, տնտեսական եւ քաղաքային խնդիրներին վերաբերող հարցեր։ Երիտասարդների հարցին, թե ինչ ծրագրեր կան կրթության ոլորտի համար, քաղաքական ուժի ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը նշել է, որ նախատեսում են 12-ամյա կրթական համակարգը վերափոխել։ Պարտադիր կրթությունը դառնում է 9+2 11։ Սա նշանակում է, որ 9+9 դառնում է պարտադիր նվազագույնը, հետո +2, այդ +2-ը ավարտելուց հետո, որը հենց ավագ դպրոցն է ըստ էության ստացվում է այսօրվա, բայց ամբողջությամբ փոխված, եւ դա ավարտող աշակերտը նաև միաժամանակ պարտադիր ստանում է միջին մասնագիտական կրթություն։ 12-րդ տարին արդեն դառնում է կամավոր այն աշակերտների համար, այն երեխաների, ովքեր ուզում են ընդունվել բու։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության ներկայացուցիչները Տավուշի մարզի Ոսկեպաշ համայնքում հանդիպել են բնակիչների հետ, ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը, խոսել գյուղ ոլորտում առկա խնդիրների մասին։ Կուսակցությունը համարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված։ Կուսակցության ներկայացուցիչները Տեր Աբել Քահանա Քարթաշյանի օրհնությունն են ստացել եւ օրհնությամբ մեկնարկած ճանապարհը նրանց համար ոչ միայն քաղաքական պայքարի, այլ նաեւ արժանապատիվ, ինքնիշխան եւ կենսունակ հայկական պետության կերտման ճանապարհ է։ Ոսկեպարը մեր քաղաքական գործունեության մեջ ունեցել է շատ կարևոր առանցքային դեր, բացի այդ առանցքային դերը նաև ոսկեպարցիները մեր համար կարելի ասել ոնց որ ընտանիք լինեն, որովհետեւ մի ամսից ավել իրենք մեզ տուն են տվել, տեղ են տվել, պահել են, մենք միասին ապրել ենք ու հետեւաբար այլ տեղից անգամ տեսականորեն սկսել չէին կարող, հետեւաբար նորից կարելի ասել սկսում ենք մեր տնից, Ոսկեպարից։ Գագիկ Ծառուկյանը չի ուզում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, նա այդ պաշտոնի համար այլ թեկնածուներ ունի։ Այս մասին այսօր Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հենց ինքն է հայտարարել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։ ԲՀԿ առաջնորդի խոսքով վարչապետի պաշտոնի համար կուսակցություն ունի 4 հավանական թեկնածու։ Աբովյան, Չարենցավան, Նորհաճն, Հրազդան, Բյուրեղավան, Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության մյուս թեկնածուների հետ շրջեց Կոտայքի մարզում։ Գագիկ Ծառուկյանը չի ուզում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, նա այդ պաշտոնի համար այլ թեկնածուներ ունի։ Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Արայի, ասեի, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ,
իմ արածով, ասենք թե արել եմ, ստեղծել եմ, կայացել եմ, ես օղուջերի մարդ եմ, բայց որ ավելի պակաս խոսակցներ չլինի, ասի Ծառուկյանը վարչապետ լինելու համար եկեն գելա գյուղ, որ ձեն վեգալի վարչապետ դառնա։ Վարչապետ 4 հոգի տեխնացու կա, որոնք համ փորձ ունեն, համ պատրաստական են, համ կապեր ունեն, համ արդյունք են ցույց տվել։ Ծառուկյանը ընդգծում է, որ իրենց ծրագրի մոտեցումը հիմնված է արդեն կատարված աշխատանքի վրա, հիշեցնելով մարզերում եւ երկրում իրականացված շինարարական ու կազմակերպչական նախաձեռնությունները։ Նրա խոսքով Պաշտոնյան, որը պատասխանատու է ժողովրդի համար, սխալվելու իրավունք չունի եւ կոչ է անում քաղաքացիներին ընտրություն կատարելիս ոչ թե տեխնացուի ճարտար խոսքին նայել, այլ նրա ապրածին։ Հայրենասիրությունը բաժակաճառ չէ ու ինչքան ավելի գեղեցիկ խոսած։ Հայրենասիրությունը մարդը իր երկրի համար, իր ժողովրդի համար պետք է արած բան ունենալ։ Այսօր ես նորից եմ ասում, ինչը վերցել եմ, զարգացել, ծաղկացել եմ։ Սպորտը վերցել եմ, սպորտը, որ 2-8 տարի մեդալ չեղի անկախության օրոք։ Միանգամից 4 տարի հետո 6 հատ օլիմպիական մեդալներ ենք բերել։ Կազմակերպել եմ, դպրոցներ սարքել, բացել, գույքով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքացիներին հանգամանորեն կներկայացնի իր նախընտրական ծրագրերն ու դրանում ներառված առաջնահերթությունները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը Երևանյան քարոզարշավը շարունակել է բարձրագույն դատական խորհրդի առջևից, ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուկյանը հայտարարել է, որ խորհրդանշական է տեղավայրի ընտրությունը, քանի որ վերջին տարիներին դատական համակարգի բարեփոխումները ձախողվել են եւ մինչեւ օրս անկախ արդար դատարան չունենալու պատճառով եւս հունիսի 7-ին քաղաքացին պետք է իշխանափոխություն անի։ Մենք մեր ժողովրդին չենք խաբում, ասում թե երկիրը տանում ենք Եվրոպա։ Մենք ասում ենք եվրոպական չափանիշներն ենք բերելու Հայաստան։ Դե Հայաստանում եվրոպական չափանիշ լինի, դա նրա մասին չի, որ չգիտեմ, Անտոնիո Կոշտան գա Երևանում ելույթ ունենա։ Դա նրա մասին է, որ մանկապղծության դեպքը չի կոծկվում։ Իսկ ինչու է այդպես։ Որովհետև այս մարմինը իր գործը չի անում։ Ինչի՞ չի այս մարմինը իր գործը անում։ Որովհետև այս մարմինի գործն է Նիկոլ Փաշինյանը վերցրել իր վրա։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Կոսմետիկ սխալ միջամտությունը կարող է ճակատագրական լինել եւ անդառնալի հետք թողնել։ Վեդիում մանկապղծության գործով 3-րդ տղամարդը եւս 2 ամսով կալանավորվել է։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 29 է, որտեղ սպասել ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Կոսմետիկ սխալ միջամտությունը կարող է ճակատագրական լինել եւ անդառնալի հետք թողնել։ Կոսմետոլոգիական ծառայությունների ոլորտը Հայաստանում ակտիվորեն զարգանում է, առաջարկելով բազմազան պրոցեդուրաներ, սակայն մաշկաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել պատերին կախված սերտիֆիկատների քանակին եւ ներարկում իրականացնող կոսմետոլոգից պահանջել բժշկի կրթությունը հավաստող փաստաթուղթ։ Կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողները խոշորացույցի տակ են ըստ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հրապարակային տվյալների։ Այս ոլորտում տեսչությունն արձանագրել է մինչև իսկ կեղծ դիպլոմներով աշխատելու դեպքեր եւ այդ տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։ Ուշադրություն չդարձնել սերտիֆիկատների քանակությանը։ Սա մաշկաբան Թամարա Օհանյանի առաջին խորհուրդն է, ասում է, հատկապես այս ոլորտում ծառայություն մատուցողները նախընտրում են սրահների պատերից բազմաթիվ վկայագրեր կախել, որոնք փաստում են այս կամ այն դասընթացին իրենց մասնակցությունը, բայց առավել հաճախ դրանք պարզապես թղթի կտոր են։ Յուրաքանչյուր մարդ կարող է ձեռք բերել այդ բոլոր սերտիֆիկատները զուտ գրանցվելով կոնֆերանսների, սեմինարների եւ անգամ մասնավոր կլինիկաներում դասընթացների։ Սրանց փոխարեն մասնագետն առաջարկում է ուշադրությունը սևեռել 3 կոնկրետ փաստաթղթերի վրա։ Առաջինը դա դիպլոմն է բժշկական համալսարանի, երկրորդը դա կոսմետոլոգի վկայականը, որը տրվում է հենց Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից եւ իհարկե հավաստագիրը, որը տրվում է առողջապահության նախարարության կողմից։ Իսկ կլինիկաների դեպքում միանշանակ լիցենզ է։
Չնայած տեսչական մարմնի արձանագրումներին, առողջապահական փորձագետը կարծում է, որ կոսմետոլոգիական ծառայությունները համարվելով բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, հիմա մեր երկրում հավուր պատշաճի չեն վերահսկվում։ Շագերտներով կոսմետոլոգները, այսինքն իրենց հռչակած կոսմետոլոգները տարբեր վարչավիրանոցներում, իրենց տներում կատարում են ներարկումային, այսպես ասած, կոսմետոլոգիա, որը որ միշտ բազմաթիվ դեպքեր ունենում, որ վերում են գեղեցկություն փնտրողների առողջության լուրջ վտանգների, սկսած ինֆեկցիաների տարածումից ավարտված անհասկանալի նյութերի ներարկում մաշկային, ենթամաշկային շրջաններ, որը հետագայում վերում է եւ տարբեր, այսպես ասած, բորբոքային պրոցեսների առաջացմանը եւ ներվերի ախտահարմանը։ Փոքրինչ մակերեսային են նայում այդ ամենին եւ ավելի նայում են էսթետիկ տեսանկյունից, ոչ բժշկական ուղղվածությամբ։ Առաջին հերթին կարեւոր է բարդությունների տեսանկյունից, որովհետեւ բժիշկը իհարկե մեր օրգանիզմը ունի առանձնահատկություններ, ցանկացած մարդու օրգանիզմ եւ հետեւաբար եթե անգամ առաջանան բարդություններ, բժիշկը տվյալ պահին կարող է շտկել դա։ Իսկ ոչ բժշկական կրթություն ունեցող մասնագետը չի կարող։ Գեղեցկության ոլորտում ընտրությունը միայն արտաքին արդյունքի մասին չէ, մասնագետներն ասում են, մեկ սխալ որոշումը կարող է շատ ավելի թանկ արժենալ, քան թվում է առաջին հայացքից։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Տինտակոլ ընկերությունը ձեռք է բերել Լիտոկոլ Ամկո ընկերության բաժնեմասերի 100% փաթեթը։ Իդեպ Լիտոկոլ Հոլդքո ընկերության գործարքը Հայաստանի միաձուլումների եւ ձեռքբերումների շուկայում բացառիկ նախադեպերից է։ Նորք կապիտալը եւ Տինտակոլ ընկերության իտալական գրասենյակը ձեռք են բերել հայ-իտալական Լիտոկոլ Ամկո ընկերության բաժնեմասերի 100% փաթեթը։ Գործարքի արդյունքում ընկերության Երևանում գտնվող գործարանը ի թիվս այլ ակտիվների անցնում է Տինտակոլ Հոլդքո ընկերության վերահսկողությանը։ Մինչև այդ իտալական Ռուբերիայում գտնվող Լիտոկոլ Լաբ ընկերությունը ստրատեգիական վերակազմակերպման ընթացքում հեռացել էր ԱՊՀ տարածաշրջանի մի շարք երկրներից, այդ թվում Հայաստանից եւ Վրաստանից։ Լիտոկոլ Հոլդքո ընկերության գործարքը Հայաստանի միաձուլումների եւ ձեռքբերումների շուկայում բացառիկ նախադեպերից է։ Այն ֆինանսավորել է Ամիո բանկը։ Գործարքն իրականացվել է հատուկ նպատակային ընկերության միջոցով եւ նպատակ ունի ստեղծել տարածաշրջանային արտադրական հաբ։ Տեղի է ունեցել կազմակերպությունների միաձուլումների եւ ձեռքբերումների մասով Հայաստանի համար բացառիկ գործարք։ Սա հաստատություն չէ, որ Հայաստանի խոշոր բիզնես համայնքը եւ առհասարակ բիզնես համայնքը վստահում է Ամիո բանկին որպես ֆինանսական գործընկեր, համարում եմ այս գործարքը բանկի համար շատ կարևոր հանգրվան։ Տինտակոլի զարգացման նոր փուլը միտված է եվրոպական առաջատար տեխնոլոգիաների շարունակական ներդրմանը եւ ինովացիոն շինարարական լուծումների կիրառմանը տարածաշրջանային շուկաներում։ 2007 թվականին հիմնադրված Երևանի գործարանը ամբողջությամբ ավտոմատացված է եւ ունի բարձր արտադրական հզորություններ։ Վերջերս օգտագործում ենք նաեւ արհեստական ինտելեկտի մասեր, որպեսզի արտադրական process-ները իրականացվեն դիզելական։ Գործարանի արտադրանքը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին եւ ունի տարածաշրջանային պահանջարկը սպասարկելու բավարար հզորություն։ Ներկայումս գործարանի արտադրանքի ավելի քան 40%-ը արտահանվում է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանն է ներմուծվել եւ իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ խոսքը վերաբերում է գերմանական հայտնի Swilling ընկերության մոդելների սպիտակ եւ սև թեյնիկներին, պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել հենց օգտագործման ընթացքում, օրվա մյուս կարևոր լուրերը մեկ տեսաշարով։ Թուրք լրագրողները այցելել են Հայաստան եւ եղել են Երևանում ու Գյումրիում։ Նրանք անցած շաբաթ մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ Երևանյան երկխոսություն միջոցառմանը։ Լուրը հրապարակել է Ermeni Haber AM-ը։ Լրագրողները այցելել են նաեւ Գյումրի Կարս երկաթուղու տարածք, ուսումնասիրել երկաթուղու հնարավոր վերագործարկման հեռանկարները։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած քաղաքացիների համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը։ Ազգային ժողովի արտահերթում ներկայացնելով անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի փոփոխությունների նախագիծը, նախարար Սարգսյանն ասել է, թե նույնականացման քարտը պետք է դառնա հիմնական ներքին փաստաթուղթը։ 6-ից 16 տարեկանների համար քարտ ունենալը կլինի կամավոր, մինչև 6 տարեկան երեխաների դեպքում անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը։
Մայիսի 18-ին նշվելու է թանգարանների միջազգային օրը։ Մայիսի 16-ին կանցկացվի թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը։ Այս տարվա խորագիրն է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Մայիսի 16-ին թանգարանները բաց կլինեն մինչև ուշ գիշեր հատուկ մշակութային ծրագրերով։ Այդ օր այցելությունները կլինեն անվճար ժամը 11-ից մինչև 24-ը։ Բեդիում անկապողջության քրեական վարույթի նախաքննության ընթացքում երրորդ տղամարդը եւս 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին քննչական կոմիտեից ենք տեղեկանում։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, անառակաբարո արարք կատարելու, հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված լինելու հոդվածի հատկանիշներով։ Երևանի Նոր Արեշտ 14-րդ փողոցում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ահազանգը ստացվել է ժամը 04:30-ին, երբ տներից մեկի տանիքից կրակ ու ծուխ են նկատել։ Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ եւ փրկարարական խմբեր։ Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 5 տան տանիքներում։ Կրակը ընդգրկել է շուրջ 600 քառակուսի մետր տարածք։ Մինչև հրշեջների ժամանումը բնակիչները փորձել են կանխել կրակի տարածումը։ Հրդեհը հաջողվել է մեկուսացնելու մարել։ Այրվել են տների տանիքներ, մեկ տան երկրորդ հարկն ու խոհանոցը, վնասվել է նաև հարևան տան տանիքը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում, կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, առանձին հատվածներում սպասվում են քամիներ վարկյանում մինչև 20 մետր։ Ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին կնվազի մոտ 4-ից։ Վաղ ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 16-ից 20 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 23-ից 28, Լոռիում 18-ից 22, Տավուշում 20-ից 24 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 24-ից 27, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 26-ից 29, Սյունիքի նախալեռներում 18-ից 23 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 10-ից 12, ցերեկը 24-ից 26, երեկոյան 16-ից 19 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը, այսօրվա հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Արմենիայի ուղիղ եթերում նրա հոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։